Ինչ վերաբերվում այդ դարբասներին ինչ է պատկերված, բնականաբար ինչպես եւ դուք, ես ինքս էլ այդտեղ նկատել եմ, որ կիսալուսիններ։ Եվ ես որպես քաղաքացի իրավունք ունեմ հասկանալ այնպես, ինչպես տեսնում եմ։ Այլ խնդիր է, թե իրենք ինչպես են տեսնում եւ դիտավորյալ է դա արված, թե ինչ-որ փնտիության արդյունք է։ Համենայն դեպս նույն օրը փորձեց մեկնաբանություններ տալ այդ իր նկարի վերաբերյալ քննչական կոմիտեի մամլո քարտուղարը, ով նաեւ իր գրություններ շատ փնտի։ Ավելին ասեմ, եթե դուք մտնեք հենց հիմա արհեստական բանականության ChatGPT-ին ու հարցնեք, ասեք, սա ինչ է, նույն բառերը կտեսնեք, այսինքն ինքը նույնիսկ զլացել էր հասկանալ իրականում այդտեղ ինչ է, ուղղակի հարց էր տվել արհեստական բանականությանը եւ արհեստական բանականության տված պատասխանը copy-paste-ով դրել էր սոցիալական ցանց։ Եվ այնտեղ ինքը համոզում էր ինձ, որ դա սովետական ժամանակներից մնացած գոսստանդարտի ռուսերեն էստարն է։ Հիմա սա հերթական փնտիությունն է այս դեպքում։ Նախ քննչական կոմիտեի փնտիությունն է, եթե իրականում դա ռուսական էստարն է, որը մնացել է խորհրդային տարիներից։ Հետևաբար այստեղ հարց է առաջանում, այդ շենքը դուք շահագործման եք հանձնել, եթե չեմ սխալվում, 2019 կամ 2020 թվականին, այսինքն այս թուրքասերների օրոք։ Եթե այդ շենքում բազմաթիվ արտաքին եւ ներքին վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Հետևաբար, ինչ գործ ունի գոսստանդարտի էստարը քննչական կոմիտեի դարբասների վրա։ Այս պարզ հարց է առաջանում։ Այսինքն դուք այդքան գումար դուրս գրել եք, որովհետեւ այդ շենքը կառուցեիք, դարբասի համար գումար դուրս չէիք գրել։ Թե կերել